2009-ի ավականու ընտրություններից 9 օր առաջ հանրապետականը ձևակերպում է այն հիմնական փաստարկը, թե ինչու ժողովուրդը պետք է ընտրի հենց իրեն։ Մյուս քաղաքական ուժերը դեռ 4 տարի պետք է ուսումնասիրեն իրենց անելիքը, իսկ հանրապետականն արդեն գիտի։ Երբ որ մենք մենակ ենք մնում այս հանդիպումներից հետո, եւ որ լսեք ինչի մասին ենք խոսում, առանց մտածելու 31-ին կքվեարկեք այս թիմի համար։ Հանրապետականի ցուցակում այդպիսի մարդիկ են, որոնք երկար աշխատանքային կենսագրություն ունեն եւ թաղապետ են աշխատել։ Դաշնակցության ցուցակով քաղաքապետի տեխնացու Արծվիկ Մինասյանը գլխի է ընկել, թե ինչ մարտավարություն են ընտրել իշխանությունները Երևանի ավականու ընտրություններում։ Փորձ է արվում ընտրությունները հնարավորինս տեղափոխել գլխավոր հավաքարարի ընտրության տիրույթ։ Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն անուղղակիորեն հաստատում է Արծվիկ Մինասյանի դիտողությունը, ինքն ասում է, որ Գագիկ Բեգլարյանի խնդրանքով ավականու հանրապետական ցուցակի ընդգրկվել ոչ քաղաքականությամբ զբաղվելու համար։ Ասացին, որ բայց ախր դու գալիս ես ոչ թե քաղաքականություն անելու, այլ որպես խորհրդատու արվեստի երաժշտության բնագավառում ես այստեղ համաձայն եմ։ Վերնիսաժի տարածքում գրավաճառությամբ զբաղվողները ավականու ընտրությունների օրերին կարող են դառնալ գործազուրկ, նրանց տեղեկացրել են, որ այստեղ գիրք վաճառելու իրավունք ունենալու համար նրանք պետք է ձեռք բերեն արտոնագիր։ Գրքերը բերել են, մի քանի դրամով ուզում են վաճառեն, գոնե հացի փող աշխատեն։ Դրանից են զրկում։ Բարգավաճ Հայաստանը խոստանում է, որ քաղաքի իշխանությունը վերցնելիս ինքը Երևանը դարձնելու է միջազգային տուրիզմի կենտրոն։ Ավականու քարոզչահոլովակում կուսակցությունն արդեն մանկան շուրթերով է հիշեցնում, որ կան չիրականացվող եւ իրականացվող խոստումներ, եւ որ իր խոսքը գործ է։ Իմ մեջ աղբերաշել է, որ կարա մի վագոն շոկոլադ ուտի։ Իսկ իմ պապան ասել է, որ ինձ համար ինքնաթիռ կառնի, բայց որ մեծանամ մոտ։ Իմ պապան ինձ խոստացել է ֆուտբոլի գնդակ առնի ու առել է։ 2013-ի ավականու ընտրություններից 9 օր առաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանը երևանցիներին տեղեկացնում է, որ ինքն ու իր թիմն ապրել են Երևանցու դարդու ցավով, փողոց են ասֆալտապատել, բակեր են կառուցել։ Քաղաքացիները վստահ են, որ նա հենց Երևանցու ուզած քաղաքապետն է։ Բնավորությամբ լիդեր է եւ կարողանում իր կողը համակամբել ժողովրդին։ Ես տարիքով մարդ եմ, քաղաքով քայլում եմ, տեղ կա, մի տեղ կա, որ աթոռը կա, կարող եմ հանգիստ նստել։ Այդ դրա համար արդեն նա ընտրված է։ Երևանցին եղել է միշտ հպարտ եւ վստահեցնում եմ, այդ հպարտությունը մեր Երևանցու մոտ կավելացնենք մենք, բարեկարգ տարածքներով, ասֆալտապատ փողոցներով։ Հարավարևմտյան թաղամասի Մալացիա նավաճառի 500 աշխատողների ավականու ընտրությունների օրերին սպառնում է գործազրկությունը։ Նրանք այլևս մտադիր չեն իրենց սեղանիկների եւ զբաղեցրած տարածքի համար ամսական վճարել 180,000 դրամ։ Իրանք ոնց որ պետք է նրան են ընտրում են, մեր ընտրությունը իդե կեղծ է։ Ավականու ընտրություններին մասնակցող ԲՀԿ-ի օգտին քարոզելու համար հարազատ կուսակցության անդամը ժամանակ չունի։ Ոստանջանը ստացվել է այնպես, որ զբաղված մարդ է։ Սակայն ավականու ընտրություններին մարդը խորհուրդ է տալիս լուրջ վերաբերվել եւ ԲՀԿ-ին էլ ընկալել իբրև ընդդիմադիր ուժ։ Վարդան Օսկանյանի մրցակից Տարոն Մարգարյանին ինքը հասցնում է իր բաժին ընդդիմադիր հարվածը։ Խոցելի ճաշակ ունեցող մարդ եմ, ամեն ինչի որ դուրս գալիս է։ Ուժը հաղթանակը միասնության մեջ է, դուխի մեջ է, հավատքի մեջ է։ Բարգավաճ Հայաստանի առաջնորդն անձամբ է պատասխան տալու քաղաքում իր կուսակցության ձախողումների համար, եթե հանկարծ վերցնեն իշխանությունը, քաղաքապետը պետք է ուշադիր լինի։ Որ պահին չարես, նույն պահին իր տեղը զիջել։ Ոչ մեկի դասեփականությունը չի։ Երևանցիների օգնությամբ ԲՀԿ-ն վստահ է, ունենալու ենք մեր երազած մայրաքաղաքը, հանրապետականի համար լավ օրեր չեն գալիս։ Փոխելու ենք։ Հայ ազգային կոնգրեսն ավականու ընտրություններում դատախազության դիմաց պայքարում է իր ակտիվիստների ազատ արձակման համար։ Կոնգրեսը գիտի, թե ինչու է իշխանությունը կոշտ հակազդում իր անդամների սահմանադրական գործողություններին։ Ռեժիմը շատ լավ գիտի, որ Հայ ազգային կոնգրեսը միակ քաղաքական ուժն է, որը լինելու է իր գերեզմանափորը։